կառուցվեց Արուստավելի փողոցը, Չայկովսկի փողոցը, Հարիշտանա ճանապարհը վերանորոգվեց, Մարալիգում փողոց վերակառուցվեց, Նորախորյան տանող փողոցի մի հատված վերակառուցվեց, Ամասիա համայնքում փողոցի վերանորոգման աշխատանքներ իրականացվեցին, Փանիկ համայնքում Թվարկված աշխատանքներն իրականացվել են 6-րդ հրատապ ծրագրով կառավարության կողմից Շիրակի մարզին տրամադրված միջոցներով 530 միլիոն դրամից առյուծի բաժինն ուղղվել է ավելի քան 17 օբյեկտի շինարարությանը, որոնցից միայն 9 ճանապարհներն են։ Ընդհանուր առմամբ մարզում շինարարության համար ծախսվել է 400 միլիոն դրամ։ Ոչ թե ասֆալտապատում, այլ քարապատում մի քանի փողոցների համար ընտրվել է հենց այս տարբերակը։ Ամենակարևորն է բարձր որակ ավելի պակաս միջոցների հաշվին։ Ճանապարհաշինությունը դեռ ընթացքի մեջ է Լևոն Մադոյան փողոցում։ Հիմնական վերցրիգը ուլիցը նոր մատչեր է, ուլիցի չափը պաշտպանենք, մատչերի չկանոր մգավելի։ Անոնակ մի կողմը մի կրոշ քիչ է, կողմը մի շատ է։ Հելը կծվի ուղղությունը կպաշտպանվի, Շինարարներն արդեն գծել են մատչերն ու չափագրել ամբողջ փողոցը աշխատանքների համար 39 միլիոն է հատկացվել։ Մրցույթի արդյունքում որոշակի գումար տնտեսվեց, շուրջ 2 միլիոն դրամ գումար, պայմանագիրը կապալառու կազմակերպության հետ կնքվել է 37 միլիոն դրամ գումարով։ Քարապատվում է մոտ 4500-ից 4600 մետր տարածք։ Ժամանակի ընթացքում վնասված քարը նորով փոխարինելը բարդություն չի ներկայացնի։ 20 սանտիմ մոտավորապես համարյա ինքը բարդություն ունի, ասֆալտից լավ է, ավել լավ ու դիմանը խանստի ասֆալտ է, մենք դրա համար շովերը լավ են գեցեն, լադոքները շատ չյանի մեկինաների մար։ Այս փողոցն անանցանելի էր ոչ միայն մեքենաների, այլ նաև քաղաքացիների համար։ Ցեխերն ու ջրափոսերը մշտապես բնակիչների աչքի առաջ էին։ Նախկինում ահավոր ցեխ, այդ պոլիէթիլենային տոպրակները հակած, մենք փողոց էինք դուրս գալիս, երեխաներին գրգած կարող էինք փողոց անցկացնել, որ դպրոց գնային։ Հնարավոր չէր քայլել մեր փողոցով, նույնիսկ մեքենաները չէին բարեհաճում գալ։ Տաքսի կզանգենք, ասում էին փողոց ելեք նոր կենտրոնական։ Մի քանի օրից շինհրապարակի մասին հիշեցնող ոչինչ չի մնա։ Մաքուր ու հարթ փողոցն էլ օրինակ կլինի այս տարբերակով փողոցաշինական ծրագրերի շարունակության համար։ Նազիլ Ղեբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։